Անկախ բոլոր հանգամանքներից, թեպետ շատ ենք սիրում Երևանը, պետք է խոստովանենք, սակայն, որ այսօր մեր մայրաքաղաքը բազում խնդիրների առաջ է կանգնած։ Երևանի տարեդարձին ընդառաջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ուղերձն է մեկուսարանից։ Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները, դրանք ցավոք շատ են։ Ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածք։ Իրավիճակը իհարկե անհույս չէ, մեր ձևով շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական եւ առողջապահական կենտրոն, հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով եւ բարձրակարգ բժշկությամբ, շարունակում է ազգային բարերարը։ Ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների եւ մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք համահայկական մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու եւ աշխատելու համար հարմարավետ քաղաք։ Կմշակվի շենքերի բակերի եւ ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով։ Մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած որ դրսում 21-րդ դարն է։ Կարապետյանն ամփոփել է, անելու են այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն զարգացման առումով նոր նվաճումներին, խոշոր ծրագրերին, աշխարհի լավագույն մայրաքաղաքների օրինակով։ Ուղերձն այս անգամ էլ ավարտել է ավանդականով, անելու ենք մեր ձևով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։